Պարոն Պողոսյան, նոր լուր ունենք։ Քաղաքի ծայրամասում մեկնարկում է աղբի վերամշակման գործարանի շինարարությունը։ Այն կլուծի թափոնների 60%-ի հարցը եւ կշահագործվի 2 տարուց։ Մարիամ ջան, սա ով կկարդա։ Սրանով ոչ մի կարծիք չես փոխի, ոչ մեկին քո կողմը չես քաշի։ Արի մի քիչ փոփոխենք։ Նախ վերնագիրը։ Թունավորում են մեր օդը։ Իշխանությունները աղբավայրերը բերում են մեր տների մոտ։ Շինարարությունը միայն փողեր լվանալու միջոց է, իսկ բնակիչները շուտով շնչելու են միայն թունավոր արտանետումներ։ Բայց դա այդպես չէ։ Էական չէ, կարևորը էմոցիան է։ Ընթերցողը պետք է բարկանա կամ ուրախանա։ Այժմ արի գտնենք մի լուսանկար, որտեղ հին ժանգոտած գործարանից սև ծուխ է դուրս գալիս, կամ ինչ որտեղ աղբի հսկայական կույտ է թափված։ Դա կտնենք վերնագրի տակ։ Բայց դա կապ չունի նոր գործարանի հետ։ Սա կոչվում է վիզուալ ասոցիացիա։ Մենք չենք ստում։ Մենք պարզապես ցույց ենք տալիս այն պատկերը, որը ստեղծում է ճիշտ տրամադրություն։ Մարդիկ տեսնում են սև ծուխ եւ հասկանում են վտանգ։ Եվ վերջում ավելացնում ենք մի անանուն փորձագետի կարծիք։ Գործարանի կառուցման տենդերը շահել է բարձրաստիճան պաշտոնյայի մտերիմներին պատկանող ընկերությունը, իսկ օգտագործվող տեխնոլոգիաները հնացած են եւ վտանգավոր։ Պարոն Պողոսյան, բայց սա լուրջ մեղադրանք է։ Դուք ունեք ապացույց։ Իհարկե ոչ։ Դրա համար էլ վերջում հարցական նշան կտնենք։ Մենք ոչ մեկին չենք մեղադրում։ Մենք ուղղակի հարցեր ենք բարձրացնում։ Բայց ընթերցողի ուղեղում կասկածի սերմն արդեն տնկված է։ Նա այլևս չի տեսնի գործարանը։ Նա կտեսնի միայն կոռուպցիա ու վտանգ։ Կարող ենք հրապարակել։ Տեսնում ես, քո սովորական լուրն ընթերցողին միայն տեղեկություն կհաղորդեր եւ թույլ կտար ինքնուրույն որոշում կայացնել։ Իսկ այսպես որոշումը կայացրեցինք մենք, որ ընթերցողն այլևս չմտածի։ Մի դարձեք քարոզչության զոհ։ Եթե բովանդակությունը ձեզ ստիպում է անմիջապես զայրանալ կամ ոգևորվել, ուրեմն ձեզ մանիպուլացնում են։ Մտածեք, կասկածեք եւ վերլուծեք։ Լուրը ձեզ տեղեկացնում է, իսկ քարոզչությունը որոշում է կայացնում ձեր փոխարեն։